Բարերեկո սիրելի հայրենակիցներ եւ առայախեր ջմատամե հսկրի սիրելի հայրենակիցներ ուրեմն ձեզանից շատերը արդեն տեսել են, նկատել են իմ կողմից տրված հայտարարությունը, որը վերաբերում էր նախնական մահացած ճանաչվելուց հետո 14 տարի հետո մահացած պապիկի եւ նրա գույքի ճակատագրի հետ կապված այդ դեպքը բացահայտումը, որը մենք կատարել ենք, դրա հետ կապված հրատապ եթեր հրավիրելու ուղղակի 30 րոպե ուշացումով եմ մտնում եթեր, ես ներողություն եմ խնդրում նախորդ դրա համար։ Ժողովուրդ ջան, ուրեմն տեսեք, թե ինչ խայտառակ բացահայտում ենք իրականացրել։ Ինչի համար եմ ասում խայտառակ, որովհետև երբ խոսքը գնում է անձի ունեցվածքը յուրացնելու, հափշտակելու, կեղծված փաստաթղթերով ուրիշի ունեցվածքի վրա աչք դրած, աչք տնկած մարդուն ծառայություն մատուցելու, փնթի ծառայություն մատուցելու, մարդիկ չեն մտածել, որ վաղ թե ուշ այդ ամեն ինչը բացահայտվելու է, վաղ թե ուշ գալու է տվյալ գույքի, տվյալ անձի իսկական տերը, իսկական ժառանգորդ եւ պահանջա ներկայացնելու, ասելու է լսեք, այ անխիղճներ, ուրիշ բառերով չեմ ուզում ասեմ, որ հանկարծ շասեն, մենք այդ մարդիկ չէին, ինչի համար մեզ այդ ձևի վատ խոսքերով վիրավորեց պարոն Իսայանը։ Ժողովուրդ ջան, ուրեմն տեսեք ինչա տեղ ունեցել։ Իրականում հիմա այս ճանապարհին եմ ուղղակի կարճ կասեմ եւ ես կխնդրեմ, որ այս հայտարարությունը տարածվի, որպեսզի հայտարարությունը լսեն Արմավիրի տարածաշրջանի գրեթե բոլոր գյուղապետերը, նախկին ու ներկա, համայնքների ղեկավարները, ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության ծառայության, քննչական կոմիտեի, իմ շատ սիրելի ընկեր մարզպետ պարոն Խաչատրյանը նույնպես բնականաբար։ Ու մի հատ տեսնեն էլի։ Ինչի համար ասեցի Արմավիրի տարածաշրջանի, որովհետև դեպքը Արմավիրի տարածաշրջանն է վերաբերվել եւ վերաբերվում է հիմա, բայց պարոն Խաչատրյանի հետ առհասարակ ոչ մի տիպի կապ չունի Վարամի հետ։ Հակառակ դեպքում ես նախորոք իրան ասած կլինեի եւ շատ հստակ հարցը լուծում կստանար։ Ինչա տեղի ունենում։ Համայնքի ղեկավարը ուրիշին ծառայություն մատուցելու համար, իսկ ես կասկածում եմ, որ տվյալ ծառայությունը կարող էր անվճար լինել, շատ եմ կասկածում։ Ինչ արել։ 2005 թվականին մահացած, իրականում 2005 թվականին մահացած անձին քաղվածքով տվել է 1991 թվականի մահացած, որպեսզի նրա ամբողջական գույքը փոխանցվի այն անձին, ով որ աչքա տնկել այդ գույքի վրա։ Ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ։ Առանց երկար մտածելու ձեր տարածքում կարող են հանդիպել բազմաթիվ դեպքեր, երբ որ ուրիշի գույքը հափշտակվում, երբ որ փնթիաբար աչք են տնկում ուրիշի ունեցվածքի վրա։ Ժողովուրդ ջան, չի կարելի, հասկանում եք, չի կարելի։ Մարդը 15 տարի հետո է մահացել, այ անխիղճ, այ Աստծո հետ առհասարակ ոչ մի կապ չունեցող մարդ։ Դու ոնց ես քեզ իրավունք վերապահել քո կողմից տրված քաղվածքում, քո պեչատով, քո ջարդած ձեռով ստորագրությամբ գրել ես մահացած է 1991 թվականից, այն դեպքում, երբ որ այդ մարդը կենդանի է եղել, հասկանում եք։ Կամ չեմ կասկածում, նույնիսկ կա տարբերակը, որ տվյալ քաղվածքը տրամադրվել է ավելի շատ ուշ, դրվել է կադաստրային գործի մեջ ինչ-որ մեկի ձեռքով։ Հասկանում եք, չէ՞ ինչ մասնախոսքը։ Անձը մահացել է բավականին ուշ, անձը մահացել է 2005 թվականին, բայց կադաստրային գործում գրված է 1991 թվական,
Եվ առանց երկար մտածելու, առանց ժառանգություն բացելու, ես այսօր հարցրել եմ, նույնիսկ տվյալ անձի հետ կապված մահվան վկայական էսպահի դրությամբ, ոնց որ թե գոյություն չուներ, հարցում ուղարկել ենք, վերջնական հարցման պատասխանը կստանանք ԿԿԱ վարչությունից, ու այնտեղ հիմնավորումը կտանք, թե երբ է մահացել տվյալ անձը, ում գույքը խլել են։ Հիմա ուղղակի հարց եմ ուզում տամել, ես հա կասեն, էլի այսերի սանը սկսեց, էլի ասեց, արայ փնթիներ, եզդիների ունեցվածքի վրա աշկ ունեք, արա, չնայած հայերի համար էլ մեն բիեսիմով չեք, ավելի բեթար անում եք հայերի գլխին, հայերի գույքերը խլելու, հափշտակելու, կեղծված փաստաթղթերով ու մնացած ամեն ինչով։ Ես չեմ տարանջտում, հա, եզդի գյուղացի մարդ են, հասարակ չարքաշ իրանց օրվա հացով, հա, գոյատևող, իրանց օրվա հացի համար պայքարող, հրա ուրիշի գույքը ոնց եք խլում, լավ, վաղը ես դիմելու եմ, վաղը չեմ, 2 օրվա մեջ դիմելու եմ հակակոռուպցիոն կոմիտե, գլխավոր դատախազություն եւ մնացած բոլոր ացյաններին։ Հիմա հարց, կանչելու են այդ թուղթը ձեր կողմից գրված քաղվածքը, սես փաթաթեն տան, որ ուտեք։ Դուք ոնց եք 91 թվականի քաղվածքը 91 թվով մարդուն մահացած ճանաչում, երբ որ ինքը 2005 թվականին դեռևս կենթանի է եղել։ Ոնց եք իրա գույքը խլե ձեռից։ Մտածում եք մարսելու եք արա։ Մտածում եք, որ չի հայտնի մեկը, ով որ ձեր քթերից բերելու է, հա։ Լուրջը տենց եք մտածում։ Չկա այդ ձվի բան, հասկանում եք, չկա այդ ձվի բան։ Ես իմ խորին հարգանքն եմ հայտնում ձեզ բոլորիդ, որ այս պահին միացել եք, եւ խնդրում եմ ուղակի տարածել, հնարավորինս շատ տարածել, անդրադառնալու եմ անուն առ անուն, զբաղեցրած պաշտոններով, կատարած արարքով, եթերով ցույց եմ տալու բոլոր փաստաթղթերը, բոլոր կեղծիքները, ով գնաց, ով բերեց, ով դրեց, ով կնքեց, մերոնի մեջ թույն լցողներ եք արա դուք, ձեր հերերի կերած հացը հարամողներ եք դուք, ձեր հերերը այդ եզդիների հետ հաց են կտրել, դաշտում, արևի տակ, իրար հետ չոբանություն են արել, իրար հետ ջրգալություն են արել, կոլխոզում իրար հետ դառը քրդիկ են թափել, ու դուք այդ ձեր հոր կողմից, ձեր մեծերի կողմից կտրած հացը հարամողներ եք, հասկանում եք, հաց հարամողներ, դուք ոնց եք կարում արա, ոնց եք կարում թույլ տակ ձեզ այդ ամեն ինչ անելու, ոնց։ Դե հիմա եթե դուք ձեզ թույլ եք տվել, ես առավել եւս ամեն բան անտեսելով, ցանկացած տիպի հարաբերություն անտեսելով, ես ինձ թույլ եմ տալու ձեզ պատժելու։ Օրենքի ամբողջ խստությամբ։ Էական չի թե որ գյուղի գյուղապետն է կլնելու, նախկինն է կլնելու, ներկան է կլնելու, հա իդեպ ասեմ։ Ինձ բավականին բողոքներ են գալի, որ ներկա գյուղապետերն ու բնակավայրերի ղեկավարներից բավականին լուրջ բաներ կա, բողոքներ, գանգատներ գործողներից։ Նմանատիպ մի երևույթի եմ հանդիպել նաև Աբովյանի տարածաշրջանում, Կոտայքի մարզում։ Ինչա տեղի ունենում։ Ուրեմն Աստվածաշնչում առակած գրքում մի հրաշալի համար կա։ Ասում է, եւ այսպես է ագահների վախճանը, ագահությունը իրեն հնազանդ լինողներին կուլ է տալիս։ Եվ այսօր եկել է ժամանակը, որ ձեր կողմից ցուցաբերած ագահությունը ձեզ կուլ է տալու կեղծարարներ, մերոնի մեջ թույն խառնողներ, հաց հարամողներ, հա, նաև են ասեմ, էլի։ Շատ դեպքերում պատահում է, երբ որ ինչ-որ մեկին պետքա պատժելու լինեմ, կամ պատժելու ներկայացնելու լինեմ, ու հանկարծ մեկ էլ տեսար, ստացվում է, որ ինչ-որ միտեղ, ինչ-որ մեկի հետ սեղանին նստած հաց են կերել, լսեք ինչ եմ ասում, հացը պարտավորեցնող չի, հասկանում եք, ես ոչ մեկի հետ կտրած հացով,
Առավել եւս մենք գնում ենք տարբեր տեղեր հարսանիքներ, թաղումներ, առիթներ ու այդ սեղանի վրա նստած են անում հարյուրավոր մարդիկ, որոնք ակամայից ստացվում է իրար հետ բաժակ են խփում կամ հաց են կտրում։ Բայց չի ստացվում, որ բոլորի հետ կապված այդ հացը սենց յարլիգով վզներիցս կախած պտի գրենք։ Համատեղ կտրած հացը հարգում ենք այն դեպքում, երբ որ ձեր կողմից այդ հարգանքը չի ցուցաբերվում։ Հասկանում եք, չէ, ժողովուրդ ջան։ Պատժվելու այն անխնա, անխտիր։ Չկա բացառություն։ Բացառություն լինելու է միայն մի դեպքում, երբ որ զղջալով գան, ներողություն խնդրեն, հետ վերադարձնեն տարածը եւ այդ հետ վերադարձնելուց հետո ակաժները կախ ներողություն խնդրելով, հա, այն մարդկության շարքերից վերացած ռադ լինեն։ Այդ դեպքում բողոք քրեական վարույթ նախաձեռնելու համար մեր կողմից չի լինի, անկեղծ եմ ասում չեմ անի։ Իսկ այս դեպքում, քանի դեռ աչք եք տնկել ժողովրդի ունեցվածքին, առավել եւս աչք եք տնկել Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ ազգային փոքրամասնությունը հանդիսացող եզդիների ունեցվածքին, եթե դուք ձեզ կարում եք իրավունք վերապահեք եզդի անձին մահացած ճանաչել, որպիսի իրա գույքը խլեք ձեռից, ի օգուտ ուրիշի, քթներիցդ բերելու եմ։ Համոզված եղեք, քթներիցդ բերելու եմ։ Այս բան չէ Նիկոլի ասած են հատիկ, ցորեն, չգիտեմ, բան չամիչը չի։ Սի իրականում գնալու եք օրենքով պատասխան տալու։ Հասկացաք, չէ։ Ուրիշ բան։ Բարև բոլորիդ, ով որ այս պահին լսում է, ցավը տանեմ, կարդում եմ ուղակի կներես, որ անհատական չեմ անդրադառնում։ Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ բոլորիցդ, խնդրում եմ տարածել, որպեսզի հասնի բոլորին, իրավապահ համակարգի բոլոր ծառայություններին։ Ինչքան շատ իրավապաշտպան, փաստաբան, իրավաբան, քննիչ, ոստիկան, ինչքան շատ լսեն, ես բոլորին սիրում հարգում եմ, ճիշտ է, չակերտավոր է որոշ բացառությունները, որովհետև քննիչների, ոստիկանների մեջ կան կարգին տղերք, որոնց հետ իրանց հերերի հետ ընկերություն եմ անում, բայց կան մարդիկ էլ, որ հագել են իրավապահ համակարգի այդ հագուստը իսկական մաքուր մարդկանց, մաքուր քննիչներին, ոստիկաններին պախարակելու համար։ Նման տիպին ես ավելի շուտ ներկայացնում եմ պատժի։ Համայնքների ղեկավարներ, ուշադիր եղեք, գործող համայնքների ղեկավարներ, բնակավայրերի ղեկավարներ, հետևեք ձեր աշխատակիցների կողմից թույլ տրվող փնթիությանը, փնթի բոմժ կռիսներ, ով որ կատարել է նմանատիպ արարքներ։ Իմ ամեն ասացի համար պատասխան եմ տալի, փնթի կռիսներ, մեռոնի մեջ թույն խառնողներ, կերած հաց պղծողներ, ձեր մեծերի հիշատակը չհարգողներ, պատասխան եք տալու օրենքի ամբողջ խստությամբ։ Իսկ թե ինչքան մեծ ու հզոր է մեր իրավաբանների, փաստաբանների, իրավապաշտպանների խումբը, դրանում կարող եք չկասկածել։ Մեկ վարույթի շրջանակներում կարա մինչև 40 իրավաբան ու փաստաբան ներգրավվի, որովհետև նմանատիպ ոչնչություններին պատժելու համար իմ ձեռը երբեք չի դողա։ Միանշանակ, երբեք։ Կներեք, մի քիչ երկարացրեցի խոսքս, բայց առաջկա 2 օրերի ընթացքում կստանաք ամբողջական պատասխանը փաթեթով բոլոր հարցումների։ Եվ այն ժամանակ ավելի էսև ռեալ իրատեսական կասեն կանոն ազգաններով։ Այս պայդրությամբ ասում եմ։ 2005 թվականին մահացած եզդի պապիկին 91 թվական գրվածքով, քաղվածքով ճանաչել են մահացած, որպիսի սրիկայաբար ուրիշին ծառայություն մատուցեն եւ իրա գույքը խլեն ձեռից ու խլել են։ Բայց դա քթերից է գալի։ Շնորհակալություն բոլորիցդ, շնորհակալ եմ շատ, կրկնում եմ, տարածեք, ինչքան հնարավոր է շատ, թող մարդիկ տեսնեն, լսեն, եւ
Արկա խնդիրների հետ կապված, եթե դուք կունենաք, ձեր տարածքում կունենաք, մենք պատրաստ ենք լսելու առանց կաշկանդվելու, բարձրաձայնելու առանց կաշկանդվելու, ներկայացնելու ցանկացած ատյանի եւ պաշտպանելու ձեր շահերը ցանկացած ոլորտում, ցանկացած դատարանում։ Շնորհակալ եմ, Աստված ձեր հետ, Աստված բոլորիդ պահապան, բարի գիշեր։